Այգեշատ բնակավայրի նորակառույց ֆուտբոլի մարզադաշտում առաջնախաղի մեկնարկը տրվում է Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի խորհրդանշական հարվածով։ Ժամանակակից չափանիշներին համապատասխանող ֆուտբոլի խաղադաշտը մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում է կառուցվել։ Սա 2025 թվականի ծրագիրն է, որը նախկին Խոյ համայնքի նախաձեռնությամբ է իրականացվել, մասնակցությամբ է իրականացվել, որի արժեքը շուրջ 56 միլիոն դրամ է, 73% կառավարության մասնաբաժինն է, 27% համայնքի մասնաբաժինը։ Ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու առաջարկը գյուղի բնակիչ Լուիզա Վարդանյանինն է, ասում է, երեխաները նախկինում մարզվել, ֆուտբոլ են խաղացել ոչ խոտածածկ, քարքարոտ տարածքում։ Ունենք բավական մեծ դպրոց, որտեղ կան երեխաներ, ովքեր չունեն ժամանակ անցկացնելու եւ խաղալու վայր, մարզվելու համար կա միայն խմբակ, որտեղ ոչ բոլոր երեխաներն են ցավոք սրտի այցելում։ Եվ իմ կարծիքով ֆուտբոլի դաշտը նպատակահարմար էր մնացած երեխաների ժամանակ անցկացնելու համար։ Նախատեսում ենք այլ ծրագրերով կամ գուցե էլի մասնակցային բյուջետավորմամբ ունենալ թենիսի կորտեր, զբոսայգի դարձնել այստեղ, որպեսզի գյուղի բնակչությունը հնարավորություն ունենա ազատ ժամանակ հանգիստ անցկացնել, ավելի քաղաքակիրթ, ավելի առողջ ապրելակերպի նպաստող տարբերակով։ Այգեշատցի ֆուտբոլասեր Արմանը նախկին մարզվելու վայրի հետ կապված լավ հիշողություններ չունի։ Այն վաղ որ քարքարոտ ա եղել, շատ չենք գնացել խաղանք, որտեղ վախում ենք ընկնենք, որ բան չլներ մեզի։ Երբ որ պարապում չեմ ունում, գալիս եմ այստեղ խաղում եմ, պարապում եմ ընկերոջս հետ։ Իսկ հարակից բնակավայրերի երեխաների ցանկությունն այսպիսի հարմարավետ ու գեղեցիկ դաշտ ունենալու մեծ է։ Ուզեմ ավելի լավ լինի, սենց սիրուն խոտերով, զաբռապատածա։ Երանին մեր դաշտը այսպես սարքեն։ Շատ հետաքրքիր անցնում ֆուտբոլային մարզումները, խոսում ենք, խաղում ենք, մենք մերոնցով։ Շուրջ 56 Վաղարշապատ համայնքի ղեկավարը տեղեկացնում է, բոլոր բնակավայրերը հնարավորություն ունեն անսահմանափակ թվով հայտեր ներկայացնելու, որոնք կարող են հավանության արժանանալ բաց, թափանցիկ քվեարկության արդյունքում։ 2026 թվականին արդեն Մրգաստան գյուղի հայտն է հաղթող ճանաչվել, որի արդյունքում այս պահին մենք նախագծային աշխատանքներ ենք իրականացնում Մրգաստան գյուղում ընդհանուր բարեկարգ տարածք ունենալու հետ կապված։ Միասնություն ֆուտբոլային մարզադաշտում այսուհետև ոչ միայն այգեշատում, այլև հարակից բնակավայրերում ձևավորված թիմերը կարող են անվճար մարզվել։ Հասմիկ Վահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։